Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Համալրել նաև զինծառայողների թիվը, որովհետև անհանգստությունները հիմնականում այս առումով են հնչում, որ առաջնահերթ պետք է համալրում տեղի ունենար զինծառայողների, հետո նոր մտածեին փոփոխությունները ժամկետի հետ կապված եւ ամեն դեպքում ասում են, որ այս ամենը բերելու է թվակազմի փոփոխության։ Մտահոգությունները շատ լավ է, որ գոյություն ունեն, բայց եթե բերվել է նախագիծ արդեն հանձնաժողովից հասել է լիագումարնից, նշանակում է վերլուծությունները եւ թվաբանությունը տակը դրված է գլխավոր շտաբի կողմից մշակված, որովհետեւ այն նպատակը հիմա որ դրված է այս կառավարության այս նախաձեռնության մեջ, դա այն ռազմավարության հաջորդ քայլն է, որը որդեգրված է կառավարության ծրագրում։ Իհարկե մեր ընդդիմադիր գործընկերները սրա մեջ մի փոքր հնչեցրեցին, որ սա կարող է կապված ապագա ընտրությունների հետ, հանձնաժողովի նիստում միանգամից դա բացառվեց, որովհետև այս նպատակին մենք վաղուց ենք գալիս եւ այսօր ստեղծված իրավիճակը թույլ է տալիս անել սա։ Վերջին հաշվով այսօր պաշտպանության նախարարին եթե լսել եք, մեր հարևան պետությունները Վրաստանում 1 տարի է ծառայությունը, Ադրբեջանում վաղուց 1.5 տարի է եւ խաղաղության նպատակը, որ դրված է այսօր մեր քաղաքական ամենակարևոր որպես նպատակ ուղղություն, ինքը այսօր արդեն հնարավորություն է տալի թեւակողել պրոֆեսիոնալ բանակի տվյալ փուլը, ինչու եմ ասում, որովհետեւ Պաշտպան Հարենյանցի, չգիտեմ, այսօր ոնց որ թե պաշտպանության նախարարը թիվը չասեց, բայց դա բավականին շոշափելի թիվ է, որդեգրված ըստ էության իր գրավչությամբ։ Եվ այդ թիվը անդադ մեծանում է, դա է հենց պրոֆեսիոնալ բանակի հիմքը։ Եվ այդ թիվը մեծանալով զորակոչային թվերի մեջ մենք կարողանում ենք կառավարել այդ ամենը եւ թվականակի խնդիր չունենք, որովհետեւ վերջին հաշվով մենք պատկերացնում ենք պրոֆեսիոնալ բանակը իր բոլոր դրսևորումներով, այն ինչ որ տարիներ շարունակ, գուցե 94-ից սկսած մենք դիրքապահ բանակ ենք տեսել, որոշակի սահմանապահ դրսևորումներով։ Այսօր մենք ստեղծում ենք եւ սահմանապահ զորքեր եւ կանոնավոր բանակի այն կառույցները, որոնք իրենք գտնվելով մի քիչ ավելի հետնամասում ձեռք են բերում մարտական ավելի լուրջ փորձառություններ, նոր իրավիճակներում եւ նոր բյուջեով նախատեսված ծախսերի տրամաբանության մեջ։ Հետո 1 տարի դարձվի։ Այս պահին ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ եթե մենք հաշվել ենք, որ հիմա 1.5 տարին այդ հնարավորություն ունենք, մենք այսօր կշարժվենք այդ իրողություններով։ Եթե հնարավոր լինի բանակը գա այն մակարդակին, որ ինքը 1 տարին բավարար կլինի եւ կրթվելու եւ ծառայության ընթացքում ձեռք բերել այն հմտությունները, որը անհրաժեշտ կլինի մեր պաշտպանական ռազմավարության նպատակները սպասարկելու համար, բնականաբար այդ հարցը քննարկվի։